Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրվա ծրագիրն է։ Արևմտյան Հայաստանը ազգային ժողովին 7-րդ նիստը Իրանաշուրջ լարվածությունը մտահոգություն առաջացնում Արևելյան Հայաստանը պատրաստվածության մասին։ Իրանը հարվածներ է հասցրել իրաքա-քրդական ուժերին, Վարդենիսում ու Ջերմուկում թեզը ադրբեջանական ներխուժումն է, անվտանգությունը վտանգված է։ Իսրայելական ռեժիմի հարձակումը Լիբանանում զոհերի պատճառ է տրել։ Շարլ Ազնավուրի ստեղծագործությունը շարունակում է ոգեշնչել արվեստագետներին աշխարհում Նախիջևանում ԱԹՍ հարվածներից հետո հնարավոր զարգացումները փորձագետի գնահատումով իշխանի խորոված։ Մարտի 5-ին Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի խորհրդարանի 7-րդ նիստն է այլել։ Նիստը անցկացվել է առցանց ձևաչափով ու տևալ է ժամը 10:30-ից մինչև ժամը 11:15 իշխադած։ Ընտրված 53 падգամավորները նիստին մասնակցել է 15-ը, օրակարգը ընդունվել է միաձայն։ Քննարկումների առաջին թեման իլել է հայկական Քյոհնյա տոմարավ նշվող հայոց նոր տարվա մարտի 21-ի տոնը։ Падգամավորները քննարկան հայկական ավանդական տոներն, դրանց արարողությունները, ընդգծելով ազգային արժեքների պահպանման կարևորությունը։ Նիստին վաղտը ներկայացվել է նաև Արևմտյան Հայաստանը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման մասին օրենքի նախագիծը։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել տարբեր մշակութային արժեքների, այդ թվում մարաշահայկական ասեղնագործության ծագման հարցին։ Նիստի ավարտին ամփոփիչ խոսքով հանդես է եկել ազգային ժողովի նախագահ Տիկին Նելի Հարությունյանը։ Մերձավոր Արևելքում լարվածությունը կտրուկ աճել է Ամերիկայի ու Իսրայելի հարվածների ետը Իրանի ռազմական օբյեկտներին, որոնց հետևանքով ըստ հաղորդումների զոհվել նաև բարձրաստիճան ղեկավարն է։ Իրանը պատասխանել է հարվածներով Իսրայելին ու Պարսից ծոցի տարածաշրջանում ամերիկյան բազաներին։ Քննարկվում է նաև Հորմուզի նեղուցի հնարավոր փակումը, ինչը պիցրցրել է նավթի գները։ Փորձագետների նշումով զարգացումները կարին տնտեսական ու անվտանգային ազդեցություն ունենա նաև Հայաստանայերա։ Տարածաշրջանային պատերազմի 6-րդ օրը Իրանը սկսել է թեզը ռազմական գործողություն Իրաքահյուսիսում գտնվող քրդական ինքնավար շրջանում թիրախավորելով իրանական քրդական զինված խմբավորումները։ Իրանապետական լրատվամիջոցների հաղորդումով գործողությունը ուղղված է հակաիրանական անջատողական ուժերի դեմ։ Իրանի հետախուզության նախարարությունը հայտնել էր թիրախավորվան այն խմբավորումների դիրքերը, որոնք ըստ Թեհրանի պատրաստվելիս են արևմտյան սահմաններով ներթափանցին Իրանը տարածքը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության գործողության ընթացքում այդ խմբերը կրալ են կորուստ են։ Միաժամանակ Իրանը շարունակել է հրթիռային ու անօդաչու սարքերի հարվածները Իսրայելի տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտների դեմ։ Սա արդեն 19-րդ հարձակման ալիքն է պատերազմի սկզբից ի վեր։ Մինչդեռ տեղական աղբյուրների փոխանցումով մի շարք պայթյուններ արձանագրվել Իրաքի Սուլեյմանիայի նահանգում, Արաբադ, Զարկուիզ ու Սուրդաշ բնակավայրերի մերձակայքում։ Հաղորդումով հարվածների թիրախներից մինելել է իրանական քրդական Կոմալա զինված խմբավորման շտաբը։ Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը Իրան հերթին հերքել է տեղեկությունները, թե աջակցում է իրանադեմ գործողություններ պատրաստող քրդական զինված խմբերին։ Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հայտարարել էր Հայաստանի սահմաններին Վարդենիսում ու Ջերմուկում հայտնվել թեզ ադրբեջանական դիրքեր վերհանրությունից թաքցվել են։ Թաթոյանը ներկայացրել է արբանյակային լուսանկարներ, վերնշանցն տան վեր դիրքերը տեղադրվել են 2025 թվականի օգոստոսի 19-ը յետը Վարդենիսում թեզա դիրքերը պարունակում են նռնական նետերի, ականանետերի ու հրաձգային հատուկ կետերի հետի նախատեսված տեղեր, ինչպես նաև ուղիղ թիրախավորում ունին Սոտքի հանքավայրի ու Կուտ շենի երա։ Ադրբեջանական դիրքերը Հանվտանգում են մեր զինվորների կյանքը, համել ուղիղ վերահսկողության տակ են պահում հայկական բնակավայրերը։ Ընդգծել է Թաթոյանը նշելով էր դիրքերը ամրապնդված են կոմունիկացիաներով ու դաժե արևային պանելներով։ Ինքը նաև հայտնալավ էր նման դիրքային փոփոխություն կան Ջերմուկում շտեղ ադրբեջանցի սարքան ականանետային դասակների հետի նախատեսված թեզյա դիրքեր։ Թաթոյանը շեշտալավ էր սա նպատակաուղղված քայլ է Հայաստանը ինքնիշխան տարածքին Իրան ազդեցություն ունենալի հետի։ Լիբանանա-Բեքայի հովտում իսրայելական ռեժիմի բանակի իրականացրած հարձակման դերդան զոհվել է 4 մարդ, որոնց թվում 5 ու 7 տարեկան խոխերք։ Սրա մասին հայտնել է Լիբանանա առողջապահության նախարարությունը։ Ըստ Լիբանանի ազգային լրատվական գործակալության հարձակման դերդան վիրավորվել է նաև մի հատ կնիկ։ Հարվածը իրականացվել է Մաշխարա քաղաքի բնակելի տան երա։ Իսրայելական անկյունու նախկինում ևս թիրախավորացել Բեքայի հովիտը հայտարարել էր այդ տարածքում արկա է Հեզբոլլահի ենթակառուցվածք ու կոչարել բնակիչներին հեռանալ որոշ շրջաններից։
Ամերիկացի երգչուհի Նայիկան Ֆրանս Ինտերին տված հարցազրույցում նշալավեր աշխարհահռչակ երգիչ շանսոնյե Շարլ Ազնավուրին երաժշտությունը հատուկ տղոն է իրեն կյանքում։ Երգչուհուն ասելավ ինքը մծացալ է Ազնավուրին երգերով ու անկեղծորեն հիացած է իրեն ստեղծագործությունով։ Նայիկան կատարալ է Ազնավուրի հռչակավոր Լա Բոհեմը ստեղծագործությունը, որը պատմում է Մոնմարտրում երիտասարդությունը կարոտով հիշող նկարչի պատմությունը, ազատության, ոգեշնչման ու զրկանքներին վախտը։ Նախճեվանաղությունով անօթաչու թռչող սարքերի հարվածներանը ետը տարածաշրջանում քննարկվում են հնարավոր զարգացումները։ Իրանաիշխանությունները պաշտոնապես հերքում են միջադեպին իրենց մասնակցությունը, բայց ոչ պաշտոնական աղբյուրներում հնչում են մեղադրանքներ Բաքվի հասցեին իզրայելական ռեժիմին աջակցելի մասին։ Իրանագետ Անի Մարգարյանին ասելավ անհրաժեշտ է տարբերակել պաշտոնական հայտարարություններն քարոզչական հաղորդագրությունները։ Իրան նշման որոշ իրանական լրատվամիջոցներ պնդում են, թե Նախճեվանա կարեր օգտագործվել իզրայելական ռեժիմի կողմից Իրանի դեմ գործողությունների հետի։ Փորձագետը բացառում չի տարբեր սցենարներ, սակայն ընդգծում որ Իրանահետի այս փուլում թեզը հատկապես ցամաքային ճակատպետության էլ շահավետ չի։ Միաժամանակ քննարկվում է նաև այն վարկածը, որ տարածաշրջանում որոշ ուժեր կարին փորձին Իրանադեմ հակամարտության մեջ ներքաշին Բաքվին ու Թուրքիային։ Մարգարյանի գնահատումով Բաքուն հավանաբար փորձելու է խուսափել կտրուկ քայլերից, ելնելով սեփական ազգային անվտանգության հաշվարկներից։ Հիշեցնենք, որ Բաքվի արտաքին գործերի նախարարությունը հայտնածել է Նախճեվանաղության ԲԹՍ հարձակման մասին վերին ըստ պաշտոնական տվյալների 4 մարտ տուժալա։ Իրանա ԱԳՆ-ն ավելի ուշ հերքալ այդ միջադեպին իրան մասնակցությունը։ Հայկական խոհանոցի ամենասիրված ուտեստների մինը իշխանի խրավացն է։ Պատրաստվում է պարզ, բայց անչափ համեղ եղանակով, պահպանելով ձյուկնի բնական համը։ Պատրաստելի հետի իշխանը նախ մաքրում ենք, լվանում ենք ու համեմում ենք աղավ, սև ու կարմիր պերեցավ, լիմոնի սոկավ։ Ձյուկունի մեջին տիրվում է թարխունը ու կուճիր կտորներով եղը, ինչը ուտեստին հաղորդում է լրացուցիչ հյութալիություն ու բույր։ Հետո ձյուկունը տիրվում է ճաղավանդակին իրան ու խրավում է միջին կրակի իրա, պարբերաբար շորտալավ, մինչև ստանան ոսկեգույն կարմրություն։ Սիրելի հայրենակիցներ, սորվա տեսքանք պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկայցիկ։